Երբ հայտնաբերեցին միլիցիայի շենքի ենթահողի սենյակի խորքում թաքնված պտուտակաճանք, եռամսյա փոշու շերտով ծածկված, ոչ ոք չկարողացավ բացատրել, թե ինչու էր նրա ձեռակը պարունակում մաքսային կնիկների մի հավաքածու, որի մեջ 5-ը վերաբերում էին այն տարածքներին, որոնք պաշտոնապես չէին գործում 1998 թվականից։ Այդ առեղծվածային առարկան փնտրում էին 1.5 տարի, իսկ երբ վերջապես գտան, փաստաթղթերը պատմում էին այնպիսի պատմություն, որը չէր հարմարվում պաշտոնական տարբերակին։ Ինչու էին վերանում այդ ապացույցները հենց այն օրը, երբ Վանո Սիրադեղյանը հանդիպել էր փողոցում կամայականորեն ընտրված տղամարդու հետ, այն մարդու, ով 3 ամիս անց կլինի խոստովանությունների առանցքը։ Եվ հիմնական հարցը, արդյոք այդ պտուտակաճանկի սեփականատերը հասկանում էր, որ նա պահպանում է ապացույց, որը կարող էր հերքել ամբողջ պաշտոնական պատմության շարահյուսությունը։ Բայց դրա մասին ավելի ուշ։ Նախ պետք է հասկանալ, թե ով էր մարդը, ում անունը կապված էր այդ առարկայի հետ։ 990-րդ տարիների սկզբին, երբ Երևանը հավաքվում էր բաժանել իրեն, միջև հին կարգի և նորի, միջև խորհրդայինի և ազգայինի, միջև ռեժիմի և շարժման, Սիրադեղյանը կանգնած էր այնտեղ, որտեղ մարդիկ չէին սիրում խաչմերուկները։ Նա 100%-ով դառնում էր անձ, ով միաժամանակ ներկայացնում էր երկու աշխարհները, որոնք մարտավարում էին Հայաստանի հոգու համար։ Կարծես մարմնավորում էր այն փիլիսոփայությունը, որ անհրաժեշտ է օգտագործել խորհրդային ռեսուրսները, հայկական երազանքը ապրելու համար։ Բայց դա ինչ գնով էր գալիս։ Կոթի գյուղից ծնված, պոետ և լրագրող, որը վերածվեց միլիցիայի ամենահզոր մարդուն, նա սովորեցրեց իր տարածաշրջանին նոր հասկացություն՝ իշխանության դաժանությունը միաձուլված պետության շինարարության հետ։ Բայց ով էր մարդը, որ կարող էր ժամանակի մեջ շրջվել և պահպանել կարգը, մինչդեռ արտաքուստ ամեն ինչ տապալվում էր։ 193 թվականի դեկտեմբերյան մութ օրվա երեկոյան ներքին գործերի նախարարության շենքի կենտրոնական մուտքի դիմացը կանգնած էր տղամարդ, կալիչ վերարկուով և աննշմարելի դեմքով։ Սովորական այցելուներին այդ օրվա համար արգելված էր մուտքը հետո 6-ից, բայց այս անհատը երևաց դիմացը ծառայողի և անսպասելիորեն առանց արձանագրության անցավ ներս։ Պահակը հետո վկայակոչել է, որ չէր դիմացել, քանի որ ճանաչել է ինչ-որ անասելի իշխանություն այդ մարդու բարքերի մեջ, միայն որ չէր կարողացել անունը հիշել ու ոչ էլ իսկապես ցանկացել էր բանավիճել։ Այդ տղամարդը մնաց Սիրադեղյանի հետ փակ դռների ետևում 37 րոպե, և երբ դուրս եկավ, պահակը նկատեց, որ նրա ձեռքերը դողում էին։ Նման այցելություններ, որոնք չէին ընդգրկվում պաշտոնական լոգերում, կարծես դառնում էին ավանդույթ այդ ժամանակահատվածում, կարծես գոյություն ունենային մարդիկ, ովքեր նման օրենք էին, որ պետք չէր արձանագրել նրանց։ Ով էին իրենք և ինչ քննարկում էին հենց այն ժամանակներում, երբ հանրապետությունը դեռ զգում էր խորհրդային իրավախախտությունների ցնցումը։ Մարդիկ, ովքեր աշխատում էին Սիրադեղյանի մոտ, սովորեցին չհարցնել կոնկրետ հարցեր։ Նրա գրասենյակի դուռը նման էր այն սահմանագծին, որը անցնելիս մարդիկ համարյա իրենց հոգին պետք էր թողնեին դուրսը և մտնեին պատրաստ միայն կատարել, այլ ոչ հարցաքննել։ 195-րդ թվականին մի նախկին աշխատակից, ով այժմ գաղթել է ԱՄՆ և անվտանգ զգում է հեռավորությունից, հիշում է տեսարան, որը կտրտված է նրա հիշողության մեջ ինչպես կրակի շիզ։ Վանոն նստած էր իր սեղանի ետևում, դիտում դրամական փաթեթներ, որոնք բերել էին մարդիկ, մաքուր, սև տոպրակներով։ Նա չմի բառ չասաց, միայն խնդում էր այն խնդալով, որն ասում էր լավ է այն, ինչ աշխատում է։ Երբ ես հարցրի նրան, թե արդյոք այդ դրամները օրինական են, նա նայեց ինձ այնպես, որ ես հասկացա, ես հարցրել էի արգելված հարցը։ Նա պարզապես ասաց, այն, ինչ պահպանում է փողոցը հանգիստ, օրինական է։ Այդ փիլիսոփայությունը դարձավ պատվանդանային հայտարարություն, որը բացատրում էր նրա ողջ կարիերան։ Ներքին գործերի համակարգը վերածելը ազատ գործողության տարածքի, որտեղ հանգստությունը և կարգը դարձան ամենակարևոր արժեքները, նույնիսկ եթե դա նշանակում էր ակնաթող հայացք դարձնել այն մանրամասներին, որոնք կրիմինալ կարող էին որակվել։ Նրա սեփական հակասությունները սկսեցին հաստատել տարածքը նրա իսկ խելքում։ Մի կողմից Ղարաբաղի շարժման անդամ, որը թափ տվեց հայկական ինքնության վերածննդին, մյուս կողմից մարդ, ով ստեղծեց կառավարման մեթոդներ, որոնք միաձուլում էին ժողովրդավարական ռիտորիկան բռնադատական գործողությունների հետ։ Սովորեցրեց հայ քաղաքականությանը գաղափար, որ իշխանությունը չպետք է լինի միայն օրինականության արդյունք, այլ ստվերային կառույցների կառավարման արվեստ։ Բայց նույնիսկ այդ փիլիսոփայության մեջ կար նաև արդարացված լոգիկա։ Երբ խորհրդային պետությունը փլվեց, նրա փոխարեն մտավ քաոսային վակուում, և Սիրադեղյանի տիպաժները պատրաստ էին լրացնել այդ տարածությունը։ Արդյոք այդպիսի տրանզիտը խուսափելի էր, թե անխուսափելի էր, որ հին խորհրդային բռնապետությունը փոխարինվեր նոր տեղական բռնապետությամբ։ Առաջին 10 տարիների ընթացքում հանրապետությունում Սիրադեղյանի անունը դարձել էր հրաշք։
Մարդիկ պատմում էին պատմություններ, թե ինչպես նա մտնում էր փողոց երեկոյան եւ տեսնում բանդայական հանդիպում։ Հենց իր ներկայությամբ զրպարտում էր միջադեպը։ Նրանք խոսում էին այն մասին, որ նա կարող էր զանգահարել քաղաքի ցանկացած ենթազորորակայանից եւ հրամայել բացել վերանայված գործերը առանց դատավորի կնիքի կամ պաշտոնական փաստաթղթի։ Իսկ ավելի խորքային այն պատմություններն էին, թե ինչպես նա անձամբ հանդիպում էր առավոտյան 3-ին վտանգավոր մարդկանց հետ եւ կարողանում էր համոզել նրանց հեռանալ քաղաքից կամ դադարեցնել իրենց գործունեությունը։ Այդ ապրուստները ստեղծում էին մի տիպ իշխանություն, որը հիմնված էր վախի, հարգանքի եւ անհասկանալիության միախառնուրդի վրա։ Իրականում մարդիկ չէին իմանում, թե որքանով էր այդ իշխանությունը հիմնված պետական ռեսուրսների վրա եւ որքանով անձնական հեղինակության։ Երբ մի անգամ լրագրող հարցրեց նրան, թե ինչպես է նա կառավարում այդ բոլոր կապերը, Սիրադեղյանը պատասխանեց բավականին մեկնաբանական ձևով. «Ես ինձ համար գաղտնիք չունեմ։ Մարդիկ պետք է գիտեն, որ ես տեսնում եմ»։ Այս հայտարարությունը նման էր փիլիսոփայության, որը վերաբերում էր ոչ թե գաղտնիության պահպանմանը, այլ համընդհանուր տեսողության գաղափարին։ Իշխանությունը նման է աստվածային հայացքի, որը անընդմեջ դիտում է ամեն անկյունը։ Սակայն այդ հզորության հետևում թաքնված էր նաև խոր անվստահություն։ Նրա ամենամոտ աշխատակիցներից մեկը, որը հետագայում դառնալու էր նա դավաճանների ցանկի մասը, ասում էր. «Վանոն երբեք չէր վստահում ամբողջությամբ։ Նույնիսկ մենք, ովքեր նրա հետ ամեն օր էինք, զգում էինք, որ նա պահպանում է մի հատված տեղեկատվություն իր մեջ, որը երբեք չէր կիսվում։ Սա ստեղծում էր մի տարօրինակ մթնոլորտ։ Մենք իմանայինք, որ մենք մասնակիցներն ենք խաղի, բայց չիմանայինք խաղի բոլոր կանոնները»։ Այդ վերաբերմունքը, որը հիմնված էր խորհրդային մենթալիտետի վրա, անհավաստությունը որպես պաշտպանական մեխանիզմ, դառնալու էր նաև նրա ընկնելու պատճառներից մեկը։ Երբ մարդիկ զգում են, որ իշխանությունը չի վստահում նրանք սկսում են չվստահել իշխանությանը։ Այս փոխադարձ անվստահությունը սկսեց սկիզբ դնել թունավորման process-ը, որը դանդաղ, բայց անխուսափելի ձևով քայքայում էր այն կառուցվածքները, որոնք Սիրադեղյանը շինել էր։ 195-րդ թվականին նրա իշխանությունը արդեն սկսել էր հաստատել կոռոզիա։ Քաղաքական մրցակիցները սկսել էին բարձրաձայն խոսել նրա մասին, իսկ լրատվամիջոցները, որոնք ժամանակին երկչոտ էին, այժմ համարձակվում էին հրապարակել առավել քննադատական հոդվածներ։ Ավելին, սկսեցին երևալ փաստաթղթեր, որոնք համարյա անհնար էր գտնել մինչ այդ, ֆինանսական գործակների արձանագրություններ, որոնք միացնում էին նրան եւ որոշակի բիզնես կառուցվածքներին։ Այդ փաստաթղթերը որպես բլանկ էին մատնանշված, կարծես մեկը խնամքով նախապատրաստել էր նրանց հրապարակումը։ Վանո Սիրադեղյանը բարձրաձայնում էր անընդհատ, որ ամեն ինչ նա արել է, եղել է հանրապետության անվտանգության համար, բայց այդ պաշտպանությունը նման էր միայնակ ձայնի, որը կորչում է հասարակական կարծիքի աղմուկի մեջ։ Ով էր փաստորեն հետաքրքրված այդ փաստաթղթերը հրապարակելու եւ ինչու հենց այդ պահին, երբ նրա քաղաքական դիրքը դեռ ամուր էր։ Անցյալը հետապնդում էր նաեւ ուրիշ ձևերով։ Երբ Սիրադեղյանը դեռ էր պաշտոնում, սկսեցին տարածվել պատմություններ, անձեր, որոնք նախկինում համագործակցել էին նրա հետ, այժմ անհետացած էին կամ մեկնել էին երկրից։ Մի քանի անուններ հիշվում էին հաճախ, մարդիկ, ովքեր իմացել էին շատ բան եւ սկսել էին խոսել։ Անհետացումների թիվն աճում էր միայն այդ ժամանակագրական շրջանում, կարծես անտեսանելի ձեռքը մաքրում էր անհարմար վկաներին։ Բայց այդ պատմությունները մնացել էին չհաստատված։ Շատերը նույնիսկ համարում էին դրանք քաղաքական լեգենդներ, որոնք շրջանառվում էին մրցակիցների կողմից։ Սակայն յուրաքանչյուր անհետացում ավելացնում էր մի նոր շերտ անվստահության, որը շրջապատում էր նրա անունը։ Եվ ինչպես կարող էր մի իշխանավոր մարդ գոյատևել, երբ նրա ամենամոտ մարդիկ սկսում էին անհետանալ, կամ ավելի վատ, սկսում էին խոսել։ 196-րդ թվականի գարնանը, երբ նրան առաջարկվեց Երևանի քաղաքապետի պաշտոնը, շատերը մեկնաբանեցին դա որպես քաղաքական անկում։ Ներքին գործերի նախարարից քաղաքապետ այն էր ընկած մի մակարդակ, բայց Սիրադեղյանն ընդունեց դա որպես նոր հնարավորություն։ Նա հավատում էր, որ կարող է վերափոխել քաղաքը, մաքրել այն, բայց քաղաքապետարանը այլ մարզ էր, որտեղ իրավասությունները սահմանափակ էին եւ համակարգերը ավելի վավերագրային։ Այս փոփոխությունը եւս մի անգամ ցույց տվեց նրա հակասական բնույթը։ Մարդ, ով կարող էր ֆունկցիոնալ անել որպես ռեպրեսիվ մեքենայի առաջնորդ, հիմա փորձում էր տեղավորվել բյուրոկրատիայի սեղաններին։ 2 տարիների ընթացքում նա փորձեց իրականացնել շարք ծրագրեր՝ քաղաքի մաքրում, բնակարանային շինարարություն, բայց ամեն մի նախաձեռնություն բախվում էր պաշտոնական կառույցների դիմադրությանը։ Մարդիկ, ովքեր նախկինում տակավին կատարում էին նրա հրամանները վախից, այժմ զգում էին հնարավորություն հակազդել։ Նրա իշխանությունը սկսեց հալչել նախ դանդաղ, ապա արագացած։ Քաղաքապետարանում նա հաճախ սենյակում էր մենակ։ Նախկին օգնականները, ովքեր միշտ շրջապատում էին նրան, այժմ հազվագյուտ էին երևում։
Մի նախկին քարտուղար հիշում է, նրա աչքերը փոխվել էին։ Եթե մինչ այդ նա ունենար այդ վստահ, միշտ վերահսկողված հայացքը, այժմ կային պահեր, երբ նա դիտվում էր հեռվից, անկեղծորեն անհանգիստ։ Նա գիտեր, որ գալիս է փոփոխություն, սակայն չգիտեր ճշգրիտ ձևը։ Եվ 198-րդ թվականին այդ փոփոխությունը ի վերջո եկավ։ Նա հեռացավ քաղաքապետի պաշտոնից, պաշտոնապես, իր կամքով, բայց բոլորն էլ գիտեին, որ դա ճնշման արդյունք էր։ Նրա դեմ սկսեցին հարուցվել գործեր, հանցավորության մեղադրանքներ, կոռուպցիա, հարկային խախտումներ։ Փաստաթղթերը շարվում էին եւ ապացույցների քանակը աճում էր։ Բայց ով էր որոշում, թե որ փաստաթղթերը հրապարակվեն եւ երբ։ Եթե այդ տեղեկատվությունը միշտ եղել էր, ինչու հենց հիմա էր արծարծվում։ Այս հարցերը սկսեցին տանջել նաեւ Սիրադեղյանի հետևորդներին։ Մի խումբ ուսումնասիրողներ, ովքեր վերլուծում էին այդ դարաշրջանը, ասում են նրա անկումը ծրագրված էր, որպեսզի ազատվեն հին իշխանական մոդելներից եւ ստեղծեն նոր քաղաքական լանդշաֆտ։ Վազգեն Սարգսյանը, պաշտպանության նախարարը, նույնպես հզոր դեմք էր, եւ կային գաղափարներ, որ այդ երկու հարավականները նախկինում համագործակցում էին, բայց հետագայում սկսեցին տեսնել իրար որպես մրցակից։ Սարգսյանի սպանությունը 199 թվականի հոկտեմբերի 27-ին դարձավ մեկ այլ պատմություն, որի շրջանակում կային նաև Սիրադեղյանին վերաբերող տեսություններ։ Արդյոք նրանց երկուսի անկումը կապված էր միևնույն քաղաքական շախմատի խաղին։ Սիրադեղյանը գիտեր, որ ժամանակը սպառվում է։ Մի գաղտնի վկա, ով հիմա Ռուսաստանում է ապրում, պատմում է. Վանոն մի օր զանգահարեց ինձ ուշ գիշեր եւ ասաց, որ պետք է հեռանամ երկրից որքան հնարավոր է շուտ։ Նա չբացատրեց պատճառները, միայն ասաց. քեզ համար ավելի լավ է չլինել այստեղ, երբ ամեն ինչ փլուզվի։ Ես մեկնեցի հաջորդ օրը, իսկ երբ հետո տեսա լուրերը, հասկացա նա ճիշտ էր, փլուզումը սկսվել էր։ Սակայն մարդիկ, ովքեր մնացին, չգիտեին դեռ, թե որքան խորն էր լինելու այդ փլուզումը եւ թե ինչ գինով պիտի վճարվեր Սիրադեղյանի անկումը։ Նրա պատմությունը դառնալու էր առեղծված, որը դեռ տասնամյակներ անց շարունակելու էր արթնացնել հարցեր. արդյոք նա զոհ էր համակարգի, թե ինքը համակարգի ստեղծողը, որը վերջապես կործանեց ինքն իրեն։ Մինչև վերջին րոպեն ես հավատում էի, որ մենք փրկվելու ենք, ասում է Արամ Գևորգյանը, ով 191-ից 196 թվականի 96 թվականներն աշխատել է Սիրադեղյանի անմիջական օգնականներից մեկի գրասենյակում, եւ նրա ձեռքերը դեռևս դողում են 22 տարի անց, երբ նա նստած է Մոսկվայի արտաքին թաղամասերի փոքրիկ բնակարանում։ Այն, ինչ այս մարդն իմանում էր, այն, ինչ նա տեսել էր այդ ողբերգական տարիներին, երբեք չի հրապարակվել պաշտոնական հետաքննություններում, քանի որ նա հեռացել էր երկրից հրատապ, հենց մինչև սկսվեին ամենախիստ հարցաքննությունները։ Գևորգյանը չէր պատրաստվում խոսել, սակայն տարիների անցումը եւ հեռավորությունը ստեղծել են այն անվտանգության զգացումը, որը թույլ է տալիս նրան առաջին անգամ բանալ բերանը։ Ինչու հենց հիմա, եւ ինչու հենց նրան, որը տեսել է այն գործողությունները, որոնք մյուսները միայն կարող էին կռահել։ Դա իսկապես վկայություն է մարդուց, ով կանգնել է Սիրադեղյանի ստվերում եւ հասկացել այն խաղերը, որոնք խաղացվում էին փակ դռների ետևում։ Գևորգյանն իր պատմությունը սկսում է հիշելով առաջին անգամը, երբ տեսել է Վանո Սիրադեղյանին մարդկային կողմից ոչ որպես իշխանության խորհրդանիշ, այլ որպես հոգնած, անհանգիստ տղամարդ։ Դա եղել է 195-րդ թվականի աշնանը, երբ նրանք գտնվել են ներքին գործերի նախարարության շենքում ուշ գիշեր, եւ Սիրադեղյանը նստած էր պատուհանի մոտ, դիտելով Երևանի գիշերային լույսերը։ Նա ասել էր, կարծես խոսելով ինքն իր հետ. եթե մարդիկ իմանային, թե ինչ գնով է պահվում այս հանգստությունը, հավանաբար նրանք չէին ուզի այն։ Այդ ասվածքը խորը անդրադարձ էր թողել Գևորգյանի վրա, քանի որ այն ներկայացնում էր ճշմարտություն, որը Սիրադեղյանը հազվադեպ էր արտահայտում։ Նա պահպանում էր այն ուժեղ, անկոտրում դիմանկարը, բայց այդ պահին նա թույլ տվեց, որ Գևորգյանը տեսներ այն անձը, որը թաքնվում էր իշխանավորի դիմակի ետևում, անվստահ, հոգնած մարդ, ով ծանրաբեռնված էր իր ընտրությունների հետևանքներով։ Վկայությունները, որոնք Գևորգյանը տալիս է, պատկերում են Սիրադեղյանի երկբևեռ բնույթը, այն հակասությունը, որը դարձել էր նրա ողջ գոյության առանցքը։ Մի կողմից նա մարդ էր, ով կարող էր անձամբ օգնել պարզ քաղաքացիների, ովքեր դիմել էին նրան արդարության փնտրտուքով, միջամտել անօրինական ձերբակալություններում, դադարեցնել բռնությունը։ Գևորգյանը հիշում է դեպք, երբ ծերունիկին եկել էր գրասենյակ լալով, քանի որ նրա որդուն անհիմն ձերբակալել էին բանդայական կապերի մեղադրանքով, եւ Սիրադեղյանը անձամբ զանգահարել էր ենթականերին, հրամայելով անմիջապես ազատ արձակել երիտասարդին, անձամբ ստուգելով գործունյութերը։ Բայց կար նաեւ մյուս կողմը, որը Գևորգյանը նկարագրում է նվազ հաճելի գույներով։ Նույն այդ գրասենյակում, որտեղ անմեղ մարդիկ փրկվում էին, հաճախ ներս էին մտնում նաեւ մարդիկ, ում ներկայությունը ստեղծում էր անհարմար լռություն, մարդիկ, ում անունները հայտնի էին որպես ստորգետնյա աշխարհի առաջնորդներ, բանդիտիզմի խորհրդանիշներ։ Սիրադեղյանն այդ մարդկանց հետ խոսում էր փակ դռների ետևում,
իսկ երբ նրանք դուրս էին գալիս, նրանք երբեք չէին կալանավորվում կամ հետապնդվում։ Գևորգյանը չգիտեր, թե ինչ էր պայմանավորվում այդ հանդիպումների ժամանակ, բայց նա հասկանում էր, որ գոյություն ունի ինչ-որ համագործակցություն, անհասկանալի, մութ, որն արդարացվում էր որպես անհրաժեշտություն կարգը պահպանելու համար։ Հիշողություններից առավել խոր տպավորություն է թողել այն պահը, երբ Գևորգյանը պատահաբար լսել է Սիրադեղյանի զրույցը մի անծանոթ անձի հետ, մարդ, ով ներկայացվել է որպես Մոսկվայի ներկայացուցիչ։ Դա եղել է 196 թվականի գարնանը, եւ զրույցը վերաբերել է ֆինանսական հոսքերին, որոնք միջազգային սահմանների միջով անցնում էին, եւ Սիրադեղյանի ձայնը, որը սովորաբար ամուր էր, այդ զրույցի ժամանակ լարված էր, անվստահ։ Գևորգյանը հետագայում հասկացել է, որ այդ հանդիպումը կապված էր ռուսական ազդեցության հետ, այն ուժերի, որոնք փորձում էին վերահսկել Հայաստանի ներքին գործերը եւ ովքեր հարմարվում էին տեղական իշխանավորների հետ։ Արդյոք Սիրադեղյանը խաղում էր այդ խաղում որպես ինքնավար խաղացող, թե արդեն իսկ դարձել էր ավելի մեծ համակարգի գործիք։ Այդ հարցը մինչ օրս պատասխանի չունի, բայց Գևորգյանի վկայությունը ցույց է տալիս, որ Սիրադեղյանը զգում էր իշխանության սահմանները, որոնք նա չէր կարող անցնել։ Վկայությունները, որոնք հավաքվել են տարբեր աղբյուրներից, գծում են նույն պատկերը։ Սիրադեղյանը եղել է մարդ, ով ստիպված էր հավասարակշռել տարբեր ուժերի պահանջները, իսկ այդ հավասարակշռությունը դառնում էր ավելի ու ավելի դժվար։ Ուրիշ վկա, Սերգեյ Հարությունյանը, ով աշխատել է քաղաքապետարանում, նկարագրում է, թե ինչպես է Սիրադեղյանը փորձել վերափոխել քաղաքական իմիջը, անցնելով բռնության խորհրդանիշից դեպի քաղաքաշինական առաջնորդ։ Սակայն յուրաքանչյուր նախաձեռնություն, յուրաքանչյուր ծրագիր բախվում էր դիմադրության, ինչպես իշխանական ապարատից, այնպես էլ հանրությունից, որը դժվարությամբ էր հավատում այդ վերափոխմանը։ Հարությունյանը հիշում է. Վանան փորձում էր ցույց տալ, որ նա կարող է լինել այլ տեսակի առաջնորդ, բայց նրա անցյալը հետապնդում էր նրան յուրաքանչյուր քայլում։ Մարդիկ չէին կարող մոռանալ այն դաժանությունները, որոնք կապված էին նրա անվան հետ, նույնիսկ եթե այդ դաժանությունները արդարացվում էին որպես անհրաժեշտություն։ Հետագա ինտերվյուներում ավելի են բացահայտվել այն մանրամասները, որոնք ցույց են տալիս Սիրադեղյանի հոգեկան վիճակը վերջին տարիներին։ Մի նախկին բժիշկ, ով մի քանի անգամ կանչվել է նրա տուն անկախ բուժում տրամադրելու համար, նշում է, որ Սիրադեղյանը տառապում էր ծանր անքնությունից եւ հաճախ ունենում էր գլխացավեր, որոնք նրան տանջում էին ամբողջ գիշեր։ Բժիշկը չի կարող հստակ ախտորոշում տալ, քանի որ Սիրադեղյանը մերժում էր խորը բժշկական հետազոտություններ, սակայն ակնհայտ էր, որ սթրեսը եւ հոգեկան լարվածությունը ազդում էին նրա առողջության վրա։ Այդ վկայությունը ցույց է տալիս մարդկային գինը, որը Սիրադեղյանը վճարում էր իր ընտրությունների համար։ Ֆիզիկական եւ հոգեկան քայքայում, որը դանդաղ, բայց անխուսափելի ձևով մոտենում էր։ Վերջապես կա նաեւ վկայություն մարդուց, ով խնդրել է մնալ անանուն, բայց ով պատմում է վճռորոշ հանդիպման մասին 198 թվականի սկզբին, երբ Սիրադեղյանի դեմ արդեն հարուցված էին քրեական գործեր։ Այդ հանդիպումը տեղի է ունեցել Գաղտնի վայրում, եւ այնտեղ Սիրադեղյանին ներկայացվել է ընտրություն, կամ դադարեցնել իր քաղաքական գործունեությունը եւ հեռանալ երկրից, կամ դիմագրավել դատական հետապնդումների ամբողջ ծանրությանը։ Անանուն վկան նշում է, որ Սիրադեղյանը երկար լռել է, ապա պարզապես ասել. «Ես արդեն ընտրել եմ իմ ճանապարհը, եւ երբ ընտրություն ես արել, դու պետք է տանես այն մինչև վերջ»։ Այդ պատասխանը ըստ վկայի ցույց է տվել, որ Սիրադեղյանը հասկանում էր իր ճակատագիրը։ Նա չէր ուզում փախչել, սակայն հանգամանքները ստիպեցին նրան։ Արդյոք դա պարտություն էր, թե սա էր միակ գոյատևման միջոցը։ Այս հարցը նա տարավ իր հետ, երբ վերջապես մեկնեց Հայաստանից, թողնելով ետևում երկիր, որը դեռևս բաժանված էր նրա մասին կարծիքներով։ Վճռական պահը, որը մեծ մասամբ որոշեց Սիրադեղյանի ճակատագիրը, եկավ առանց աղմկի, առանց հրապարակային հայտարարության։ Դա եղավ Գաղտնի հանդիպումների շարք, որտեղ քննարկվեցին ոչ թե օրենքներ կամ արդարություն, այլ քաղաքական ռազմավարություններ եւ իշխանական հավասարակշռությունները։ Այդ հանդիպումներում Սիրադեղյանին հստակ հասկացվեց, որ նա այլևս չի համապատասխանում նոր իշխանական կառույցի տեսլականին, եւ նրա ներկայությունը դարձել է խոչընդոտ։ Մի քանի վկաներ, ովքեր ներկա են եղել այդ քննարկումներին, նշում են, որ Սիրադեղյանը փորձել է պաշտպանել իր դիրքերը, հիշեցնելով իր ներդրումը անկախության պահպանման գործում, բայց այդ փաստարկները այլևս չունեին այն ուժը, որը նախկինում ունեին։ Նոր սերունդը, նոր քաղաքական դեմքերը փնտրում էին այլ մոդել, որը չէր ներառում խորհրդային ժառանգության այն մեթոդները, որոնք Սիրադեղյանը կրում էր իր հետ։ Այս անցումային շրջանում Սիրադեղյանը սկսեց դառնալ մեկուսացված։ Նախկին դաշնակիցները հեռանում էին նրանից, իսկ նոր դաշնակիցներ չէին գտնվում։ Ֆինանսական հոսքերը, որոնք նախկինում ապահովում էին նրա վերահսկողությունը, սկսեցին փոխվել ուղղություն։ Բանկային հաշիվները, որոնք կապված էին նրա անունով կամ նրա մտերիմների անուններով, սկսեցին ենթարկվել սառեցման կամ հետազոտության։ Յուրաքանչյուր քայլ,
Ամեն փաստաթուղթ ստուգվում էր ամենախիստ ուշադրությամբ, ինչպես փնտրելով ապացույցներ, որոնք կարող էին հիմնավորել նրա դեմ մեղադրանքները։ Եվ մեղադրանքները չուշացան. հարկային խախտումներ, ապօրինի հարստացում, ուժի չարաշահում։ Յուրաքանչյուր մեղադրանք ստեղծում էր նոր շերտ ճնշման, որը դանդաղ, բայց արդյունավետ ձևով ստիպում էր Սիրադեղյանին հասկանալ, որ նրա ժամանակը անցել է։ Վերջապես 198-րդ թվականի վերջերին Սիրադեղյանը կայացրեց վճռական որոշում. նա լքեց Հայաստանը։ Պաշտոնապես բուժման համար, բայց բոլորը գիտեին, որ դա փախուստ էր։ Նա հաստատվեց Եվրոպայում, նախ Հունաստանում, ապա տեղափոխվելով այլ երկրներ, միշտ շարժման մեջ, կարծես փախչելով ոչ միայն հայրենիքի դատական համակարգից, այլ նաև սեփական անցյալից։ Բայց անցյալը, ինչպես միշտ, անհնարին էր մոռանալ։ Տարիների ընթացքում Սիրադեղյանը շարունակեց գրել, հրատարակել հոդվածներ, որտեղ նա քննադատում էր Հայաստանի ընթացիկ քաղաքական իրավիճակը, պնդելով, որ երկիրը կորցրել էր ուղղությունը։ Նրա ձայնը, սակայն, այլևս չուներ այն ազդեցությունը, որը նախկինում ուներ։ Նա դարձել էր արտաքսված, մոռացված անձ, ում անցյալը ավելի բարձրաձայն էր խոսում, քան ցանկացած ներկա փաստարկ։ Արդյոք նա Կասանդրա էր, ով նախազգուշացրել էր, բայց չլսվել, թե նա խաղացող էր, ով կորցրել էր խաղը եւ այժմ փորձում էր արդարացնել իր ընտրությունները։ Դա մնում է բաց հարց, որին պատասխանը կախված է նրանից, թե ում եք հարցնում։ Երևանի ներքին գործերի նախարարության հին շենքի ընդերքում, որը շինվել էր դեռևս խորհրդային ժամանակներում ու վերանորոգվել 191-րդ թվականին, գոյություն ունեին կառույցներ, որոնց մասին պաշտոնական պլաններում որևէ նշում չկար։ Այդ տարածությունները, որոնք երկար ժամանակ մնացել էին գաղտնի, սկսեցին բացահայտվել միայն 2010-րդ թվականներին, երբ շենքը կրկին վերանորոգման էր ենթարկվում։ Շինարարները հայտնաբերեցին փակ անցումներ, որոնք տանում էին դեպի խորը ենթահողային սենյակներ, որոնք օժտված էին հաղորդակցության հին խորհրդային համակարգերով, մետաղե դռներով եւ անվտանգության բարդ մեխանիզմներով։ Այդ տարածությունների նախատեսումը եղել է ապահովել իշխանական անձանց գաղտնի հանդիպումների եւ արտակարգ իրավիճակներում անվտանգ ապաստանի տարածք։ Շատերն այդ հայտնագործությունը համարեցին պարզապես խորհրդային ժառանգություն, սակայն ավելի խորը հետազոտությունները ցույց տվեցին, որ այդ տարածությունները ակտիվորեն օգտագործվել են դեռևս 190-ական թվականների կեսերին։ Այդ ենթահողային ճանապարհները, տունելները, որոնք կապում էին նախարարության շենքը քաղաքի տարբեր կետերի հետ, դարձել էին Սիրադեղյանի գործունեության անբաժան մասը։ Ըստ մի նախկին ինժեների, ով մասնակցել էր այդ համակարգի սպասարկման աշխատանքներին, այդ տունելներից մեկը տանում էր ուղղակիորեն դեպի կենտրոնական բանկերից մեկը, մյուսը դեպի առանձնատուն, որը պատկանում էր անհայտ սեփականատիրոջ, իսկ երրորդը դեպի քաղաքի արտաքին սահմանը։ Այդ անցումներն օգտագործվում էին ոչ միայն անվտանգության նպատակներով, այլև ապօրինի գործարքների եւ գաղտնի հանդիպումների համար։ Հանդիպումներ, որոնց մասնակիցները չէին ցանկանում, որ իրենց ներկայությունը գրանցվեր որևէ տեղ։ Ինժեները, որի անունը մենք պահում ենք գաղտնիության համար, նկարագրում է դեպք, երբ նրանք կանչել են կեսգիշերին վերանորոգելու տունելներից մեկի լուսավորության համակարգը։ Երբ նա ժամանել է այնտեղ, նկատել է, որ տունելում կային հետքեր, թարմ կոշիկի տպավորություններ հողի վրա, ինչը ցույց էր տալիս, որ անցումը վերջերս օգտագործվել է։ Նա նաև լսել է ձայներ, հեռվից, մարդկանց խոսակցությունը, բայց չէր կարողացել հասկանալ, թե ում մասին է խոսքը։ Այդ գիշերը նա արագ ավարտեց աշխատանքը եւ հեռացավ։ Սակայն այդ հանդիպումից հետո սկսեց ավելի ուշադիր հետևել լուրերին, փնտրելով կապ այն գիշելով կապ այն գիշերային ձայների եւ հրապարակային իրադարձությունների միջև։ Այնինչ տեղի էր ունենում այդ ստվերային աշխարհում, երբեք ամբողջությամբ չի լուսաբանվել, սակայն մասնահատված վկայություններից կարելի է վերականգնել տարբեր պատկերներ։ Սիրադեղյանի համակարգը հիմնված էր վստահության շրջանակի վրա։ Մարդիկ, ում նա վստահում էր, անվերապահ, եւ ում մուտքը այդ տունելներ արտոնյալ էր համարվում։ Սակայն վստահությունն, ինչպես ցանկացած մարդկային զգացում, փոփոխական է, եւ երբ Սիրադեղյանի իշխանությունը ունը սկսեց թուլանալ, այդ վստահությունը նույնպես սկսեց քայքայվել։ Մի վկայություն, որը հրապարակվել է անանուն ձևով, պատմում է, թե ինչպես է մեկը Սիրադեղյանի մտերիմներից սկսել գաղտնի հանդիպումներ անցկացնել այդ տունելներում, ոչ թե Սիրադեղյանի հետ, այլ նրա հակառակորդների հետ։ Այդ մարդը, ով թվում էր լինել Սիրադեղյանի ամենահավատարիմ դաշնակիցը, իրականում դարձել էր նրա մեծագույն մեհակը։ Երբ այս դավաճանությունը վերջապես բացահայտվեց, արդեն ուշ էր։ Անտեսանելի ճանապարհները, որոնք պաշտպանում էին Սիրադեղյանի իշխանությունը, դարձել էին նրա իսկ դեմ օգտագործվող գործիքներ։ Երբ բժիշկները 195-րդ թվականի աշնանը ստացան անհետաձգելի կանչ, ժամանակը կեսգիշեր էր անցած, եւ նրանք ժամանեցին մի անհայտ հասցեով այնտեղ, որտեղ Վանո Սիրադեղյանը կիսաբաց աչքերով ընկած էր թեթև շագանակագույն բազմոցին, դեմքը մոխրագույն, շնչառությունը ծանր։
Բժշկական թիմի առաջնորդը հիշում է, որ առաջին հայացքից հասկացել է, սա ոչ թե սովորական հոգնածություն է, այլ ինչ-որ ավելի խորը։ Նրանք չէին կարող կատարել լրիվ հետազոտություն այնտեղ, բայց իրենց ձեռքի տակ եղած սարքերը ցույց էին տալիս անկանոն սրտի ռիթմ, բարձրացած ճնշում, եւ այն, ինչ ամենից տագնապալի էր, Սիրադեղյան ինքը մերժեց շտապօգնության հիվանդանոց տեղափոխվելը։ Նա պարզապես ասաց. «Արեք ինչ պետք է այստեղ, եւ մի խոսեք ոչ ոքի այս մասին»։ Այդ գիշերը բժիշկները տվեցին անհրաժեշտ դեղորայքը եւ հեռացան, բայց նրանցից մեկը գաղտնի պահպանեց նշումներ, որոնք հիմա մեզ թույլ են տալիս վերականգնել այն ֆիզիոլոգիական քայքայման պատկերը, որը տեղի էր ունենում իշխանության այդ խորհրդանշի մարմնում։ 9 տարի իշխանության գագաթին անցկացնելը թողել էր իր հետքը Սիրադեղյանի մարմնի վրա այնպես, ինչպես երաշտը թողնում է ճաքեր հողի մեջ։ Մարդը, որը 191-րդ թվականին էներգիայից լցված մտնում էր սենյակներ, լի վստահության եւ անվեհեր ուժի, հիմա դարձել էր ստվեր։ Նրա մտվեր։ Նրա մազերը, որոնք սև էին եղել, արագ սպիտակել էին, ոչ թե բնական ծերացման արդյունքում, այլ անընդհատ սթրեսի եւ անկնության պատճառով։ Նրա դեմքի վրա ճղճիմները խորացել էին այնպես, որ երբ նա լռում էր, կարծես տասնամյակներ էին ավելացել նրա տարիքին։ Բայց ամենահրապարակային փոփոխությունը եղել է նրա հայացքում։ Այն աչքերը, որոնք նախկինում կարող էին խեղդել մարդուն մի նայվածքով, այժմ տխուր էին, հոգնած, անընդհատ ուշադիր լինելու յուրայնության տակ գտնվող։ Մի նախկին աշխատակից նկարագրում է. երբ նրա հետ խոսում էիր, զգում էիր, որ նա միաժամանակ լսում է քեզ եւ հետևում մի անտեսանելի սպառնալիքի, որը միշտ հետևում է նրան։ Իսկ ֆիզիկական ցավերը, որոնք նա պահում էր գաղտնի, ավելի խոսուն էին, քան ցանկացած արտաքին նշան։ Բժշկական գաղտնի գրառումները, որոնք հայտնաբերվել են տարիներ անց, ցույց են տալիս, որ Սիրադեղյանը տառապում էր քրոնիկ գաստրիտից։ Սթրեսի եւ անկանոն սնուցման արդյունք խոց էր զարգացել ստամոքսում, եւ նրա լյարդը ցույց էր տալիս վնասման նշաններ։ Նրան արգելված էին ալկոհոլը եւ ծխախոտը, բայց նա շարունակում էր օգտագործել երկուսն էլ, կարծես փորձելով թմրացնել այն ներքին ցավը, որը չէր բուժվում դեղորայքով։ Մի վկայություն նշում է դեպք, երբ հանդիպման ժամանակ Սիրադեղյանը հանկարծ բաց թողեց բաժակը։ Նրա ձեռքերը դողում էին այնքան ուժգնորեն, որ չէր կարող պահել։ Նա պարզապես ժպտաց եւ ասաց. «Սուրճն անտանելի է դառնում իմ համար»։ Բայց բոլորը հասկացան, որ խնդիրը շատ ավելի խորն է, եւ գիշերները դառնում էին նրա անձնական դժոխքը։ Անքունությունը, որը սկսել էր որպես պատահական, դարձել էր քրոնիկ։ Նա կարող էր 3-4 ժամ քնել, եւ նույնիսկ այդ ժամերին նրա քունը լցված էր ճչալով արթնացումներով, ընդհատումներով։ Բժիշկները նշանակել էին հանգստացնող դեղեր, բայց Սիրադեղյանը վախենում էր դրանք օգտագործել։ Նա չէր ուզում, որ նրա մտածողությունը մթագնի այն պահերին, երբ գուցե անհրաժեշտ լիներ արագ որոշումներ կայացնել։ Այս անքնության պատճառները բազմաթիվ էին։ Մի կողմից անվերջ քաղաքական խնդիրները, մյուս կողմից անհանգստությունը, որ նրա իսկ համակարգը սկսում է ուտել իր ստեղծողին։ Արդյոք կար ֆիզիկական եղանակ պահպանել այն իշխանությունը, որի պահպանումը պահանջում էր նաև հոգևոր եւ ֆիզիկական ուժ, որը նա այլևս չուներ։ Իշխանության տարիները թողեցին հետքեր նաև այն մարդկանց վրա, ովքեր շրջապատում էին նրան։ Բայց ամենադաժան հետքերը տարել էր ինքը Սիրադեղյանը, մարդը, ով պատրաստ էր իր մարմինը զոհաբերել իր տեսլականի համար։ 196-րդ թվականին, երբ նա տեղափոխվեց քաղաքապետարան, նրա առողջական վիճակը արդեն այնքան վատացել էր, որ մոտիկ մարդիկ սկսեցին անհանգստանալ։ Սակայն նա շարունակում էր աշխատել 16 ժամ օրական, մերժելով հանգիստ, մերժելով ընդմիջումներ։ Մի օգնական հիշում է, թե ինչպես մի անգամ գտավ նրան գրասենյակում գլուխը դրած սեղանին, եւ երբ մոտեցավ, Սիրադեղյանը ասաց առանց բարձրացնելու գլուխը. «Տուր ինձ 5 րոպե, ապա կշարունակենք»։ Այդ 5 րոպեները երկարացան 20 րոպե, իսկ երբ նա վերջապես բարձրացավ, նրա դեմքը այնքան գունատ էր, որ օգնականը սարսափեց։ Բայց Սիրադեղյանը չէր ցանկանում, որ նրա թուլությունը տեսնեն։ Նա շարունակում էր հակում էր հանդես գալ հանրային միջոցառումներում, շարունակում էր խոսել հավաքներում, բայց ով ուշադիր էր նայում, կարող էր նկատել փոփոխությունները։ Նրա քայլերը դառնում էին ավելի դանդաղ, նրա ձայնը ավելի քիչ վստահ, եւ նրա ուսերը կարծես ծանրաբեռնված անտանելի ծանրությամբ։ 23 տարի անց, երբ Սիրադեղյանը մահացավ Եվրոպայում, 198-րդ թվականից սկսած արտաքսման մեջ ապրած, բժիշկների եզրակացությունը կցույց տա, որ նրա մահվան պատճառներից մեկը եղել է երկարաժամկետ սթրեսը եւ այն վնասները, որոնք նա հասցրել էր իր մարմնին այն տարիներին, երբ իշխանությունը եղել է նրա միակ սնունդը։ Արդյոք արժեր այս ֆիզիկական եւ հոգեկան քայքայումը այն իշխանությանը, որը վերջում այնպես էլ չկարողացավ պահպանել։ Երբ 198-րդ թվականի գարնանը ազգային արխիվի աշխատակիցները սկսեցին կազմակերպել ներքին գործերի նախարարության փաստաթղթերը, նախապատրաստելով դրանք պետական պահպանության համար,
Նրանք հայտնաբերեցին նյութ, որը պաշտոնապես երբեք չպետք է գոյություն էր։ Դա էր մի շարք թղթապանակներ, նշված կոդերով, որոնք չէին համապատասխանում պաշտոնական դասակարգման համակարգին։ Ամենահետաքրքիրը կոդ ՎՍ նախագահական թղթապանակն էր, որը պարունակում էր 372 էջ, անձնական նամակագրություններ, մեմորանդումներ, ֆինանսական հաշվետվություններ և վկայությունների արձանագրություններ։ Բայց երբ արխիվի տնօրենը համեմատեց այդ թղթապանակի բովանդակությունը ինքնաբերաբար պահպանված ցուցակի հետ, որը եղել էր գծված թղթապանակի առաջին էջին, պարզվեց, բացակայում է 117 էջ։ Էջերը, որոնք համարակալված էին որպես ՎՍ նախ 048-ից ՎՍ նախ 155, պարզապես չկային։ Ոչ հետք, ոչ բացատրություն, ոչ էլ պաշտոնական ծանուցում դրանց ոչնչացման մասին։ Ովքեր էին վերցրել այդ էջերը և ինչու հենց այդ էջերը։ Այդ անհետացած էջերը դարձան առեղծվածային խորհրդանիշ այն ամենի համար, ինչ թաքնված էր Սիրադեղյանի իշխանության տարիներում։ Քանի որ չկար պաշտոնական գրանցում դրանց բովանդակության մասին, կարող էինք միայն կռահել, հիմնվելով այն էջերի վրա, որոնք մնացել էին։ Մնացած էջերից մեկը պարունակում էր հղում դեպի հատուկ ֆինանսական գործարք, որը կապված է բանկի գործընթացի հետ, առանց ավելի շատ մանրամասների։ Մեկ այլ էջ նշում էր գաղտնի հանդիպում, մարտի 15, 195, մասնակիցներ։ Այս մասնատված տեղեկատվությունը թույլ էր տալիս միայն կառուցել տեսություններ, բայց ոչ մի հստակ պատկեր։ Սակայն կար մեկ մանրամասն, որը տալիս էր հուշում, անհետացած էջերից շատերը վերաբերում էին միջազգային կապերին, հատկապես Ռուսաստանի և Վրաստանի հետ, և այդ կապերի ֆինանսական ու օպերացիոն բնույթին։ Արխիվի աշխատակիցներից մեկը, ով անանուն մնալու պայմանով համաձայնեց խոսել, հիշում է, որ երբ այդ բացակայությունը հայտնաբերվեց, նրանց հրահանգվեց չխնդրել հարցեր և շարունակել աշխատանք։ Բայց նա հետաքրքրված էր և փորձեց գտնել այլ կապված փաստաթղթեր։ Նա հայտնաբերեց, որ նույն ժամանակահատվածում 198-րդ թվականի սկզբին, երբ Սիրադեղյանի դեմ քրեական գործերը սկսեցին հարուցվել, նաև այլ արխիվներում էլ կային բացակայող փաստաթղթեր։ Կարծես ինչ-որ մեկը համակարգված ձևով մաքրում էր ապացույցները։ Այս աշխատակիցը հետագայում հեռացել է աշխատանքից պնդելով, որ իր հանդեպ սկսել են ճնշումներ գործադրել, և նրա վերջին խոսքերը եղել են. «Եթե ուզում ես գիտենալ ճշմարտությունը, փնտրիր ոչ թե այն, ինչ կա արխիվներում, այլ այն, ինչ բացակայում է»։ Սակայն արխիվների խորհուրդը չսահմանափակվում էր միայն անհետացած էջերով։ Կային նաև փաստաթղթեր, որոնք հարուցում էին ավելի շատ հարցեր, քան պատասխաններ։ Օրինակ մի մեմորանդում, որը գրված էր 194-րդ թվականի նոյեմբերին և հասցեագրված էր նախագահի խորհրդատվական խմբին, պարունակում էր ցուցակ 25 անունների, մարդիկ, ում ձնկարագրում էին որպես անվտանգության վտանգ։ Ցուցակի վերնագիրը լրիվ էր. «Անձինք, ում դիտարկումը անհրաժեշտ է պետական շահերի պահպանման համար»։ Բայց երբ այդ ցուցակը համեմատվեց հետագա իրադարձությունների հետ, պարզվեց այդ 25 մարդուց 11-ը անհետացել էին կամ մեկնել էին երկրից 195-րդ թվականի ընթացքում, իսկ 2-ը մահացել էին պատահական հանգամանքներում։ Արդյոք այդ ցուցակը եղել է նախազգուշացում, թե դատապարտման ցուցակ։ Եվ ով էր եղել նա, ով կատարեց այդ ցուցակի իրականացումը։ Ավելին, գոյություն ունեին փաստաթղթեր, որոնք վկայում էին տարօրինակ ֆինանսական գործարքների մասին։ 195-րդ թվականի ընթացքում ներքին գործերի նախարարությունը ստացել էր բյուջետային հատկացումներ, որոնք նշված էին որպես հատուկ օպերացիոն ծախսեր։ Ընդհանուր գումարը կազմում էր մոտ 3 միլիոն ԱՄՆ դոլար։ Սակայն երբ ֆինանսական վերստուգողները 198-րդ թվականին փորձեցին հետապնդել այդ գումարների ծախսումը, նրանք հայտնաբերեցին, որ հաշվետվությունները պարունակում էին միայն ընդհանուր կատեգորիաներ՝ տեխնիկայի ձեռքբերում, հատուկ վերապատրաստում, օպերացիոն աջակցություն, առանց մանրամասնի պարզաբանման։ Երբ նրանք պահանջեցին ավելի մանրամասներ, նրանց պատասխանեցին, որ այդ փաստաթղթերը դասակարգված են որպես պետական գաղտնիք և հասանելի չեն։ Բայց հետաքրքիրն այն էր, որ երբ 198-րդ թվականին Սիրադեղյանը հեռացավ պաշտոնից, այդ գաղտնիության դասակարգումը հանկարծ վերացվեց, և փաստաթղթերը թույլատրվեցին հանրային ուսումնասիրության համար։ Բայց մինչ այդ, երբ մարդիկ վերցրին արխիվները, նրանք տեսան, որ փաստաթղթերի զգալի մասը արդեն ոչնչացված կամ վնասված էր։ Արդյոք դա պատահական էր, թե նախահաշվված։ Անհետացած էջերի և խմբագրված փաստաթղթերի պատմությունը չէր վերջանում արխիվներում։ Շատ ավելի տագնապալին էր այն փաստը, որ որոշակի մարդիկ, ովքեր եղել էին այդ փաստաթղթերի պատասխանատուներ, նույնպես սկսեցին անհետանալ։ 198-րդ թվականի աշնանը մի նախկին արխիվիստ, ով աշխատել էր ներքին գործերի նախարարության փաստաթղթային ծառայությունում, հայտնաբերվեց մահացած իր բնակարանում, ում պաշտոնապես սրտի կաթված։
Բայց նրա հարազատները պնդում էին, որ նա երբեք չէր տառապել սրտի խնդիրներից, եւ մինչեւ մահը մի քանի օր առաջ նա զանգահարել էր իր քրոջը ասելով, որ նա տագնապալի է զգում եւ կարծում է, թե հետեւում են իրեն։ Դատական բժշկական փորձաքննությունը սակայն հաստատեց սրտի կաթվածը եւ գործը փակվեց։ Նմանատիպ դեպքերը բազմաթվեցին եւ յուրաքանչյուր անգամ պաշտոնական բացատրությունը հանգեցնում էր բնական պատճառների, բայց հավաքական պատկերը ստեղծում էր տագնապալի նախշ։ Արխիվների պատմությունը դարձավ խորհրդանիշ այն ամենի համար, ինչ թաքնված էր Սիրադեղյանի իշխանությունը։ Մարդիկ սկսեցին հավատալ, որ ճշմարտությունը երբեք չի բացահայտվի, քանի որ բոլոր ապացույցները խնամքով ջնջվել են։ Բայց 198-րդ թվականներից ի վեր, երբ նոր սերունդը սկսեց հարցեր տալ, երբ լրագրողներն ու ուսումնասիրողներն սկսեցին փորել ավելի խորը, դանդաղորեն բացահայտվեցին նոր մանրամասներ։ Կային մարդիկ, ովքեր պահպանել էին անօրինական պատճենները փաստաթղթերի, որոնք պաշտոնապես ոչնչացված էին։ Կային նաև նրանք, ովքեր հիշում էին այն խոսակցությունները, որոնք լսել էին փակ դռների ետևից։ Եվ այս բոլոր մասնատված վկայություններից դանդաղորեն սկսեց ծագել պատկեր, որը ցույց էր տալիս, Սիրադեղյանի համակարգը եղել է շատ ավելի բարդ, ավելի վտանգավոր եւ ավելի կապված միջազգային ուժերի հետ, քան երբևէ պաշտոնապես ընդունվել էր։ Բայց արդյոք մենք երբևէ իմանալու ենք ամբողջ ճշմարտությունը, երբ այնքան շատ էջեր անհետացել են եւ այնքան շատ ականատեսներ լռում են վախից կամ մահացել են անբացատրելի հանգամանքներում։ Երբ Վանո Սիրադեղյանը հեռացավ Հայաստանից 198-րդ թվականի վերջերին, պաշտոնապես բուժման համար, բայց իրականում փախչելով հետապնդումներից, շատերը սկսեցին հարցնել, ով է շահում այդ իրավիճակից։ Քաղաքական դաշտը արագորեն վերաբաշխվեց, իշխանական կառույցները վերակազմավորվեցին եւ նոր դեմքերը զբաղեցրեցին այն պաշտոններն ու վերահսկողության կետերը, որոնք մինչ այդ պատկանել էին Սիրադեղյանի կազմակերպված մարդկանց։ Բայց ով էր կանգնած այդ բոլոր փոփոխությունների հետևում, եւ արդյոք դա պատահական էր, թե խնամքով պլանավորված հաջորդականություն։ 2000 միջին թվականի հոկտեմբերին, երբ մի խումբ պատմաբաններ վերլուծում էին 198-րդ թվականի վերջին շաբաթների փաստաթղթերը, նրանք հայտնաբերեցին ինչ-որ բան, որը երբեք չպետք է գտնվեր։ Դա էր ձեռագիր նոթատետր, թղթապանակի խորքում թաքնված, որտեղ անհայտ ձեռքով գրված էին 32 իրադարձություն, որպես վերջին փաստաթղթավորում։ Յուրաքանչյուր տող նկարագրում էր գործողություն, որը Սիրադեղյանը պլանավորել էր իրականացնել մինչև իր հեռանալը, փորձելով վերականգնել իր ազդեցությունը, փորձելով վերագրավել այն իշխանությունը, որը սահում էր իր ձեռքերից։ Բայց այդ ցուցակի կողքին, կարմիր գրչով, մեկ այլ ձեռք գրել էր մեկնաբանություններ. անհնար, ուշացած, չենք հասցնենք։ Ով էր այդ երկրորդ մարդը, եւ ինչու էր նա վերլուծում Սիրադեղյանի վերջին փորձերը, գրելով նրանց անհաջողության վերաբերյալ նախորոք, կարծես իմանալով ապագան։ Պատմաբանները անմիջապես զգացին, որ այս նոթատետրը պատմում է պատմություն վերցուն վերջին պայքարի մասին, որը դատապարտված էր սկզբից իսկ։ Բայց ում դատապարտեց։ Եվ արդյոք Սիրադեղյանն ինքը գիտեր, որ իր բոլոր ջանքերը ապարդյուն էին լինելու։ Տետրադի առաջին էջը սկսվում էր թվականով 198 թվականի ապրիլի 12, երբ դեռ Սիրադեղյանը պաշտոնապես գործում էր որպես Երևանի քաղաքապետ։ Նա ուրվագծել էր պլան, հավաքել այն մարդկանց, ովքեր դեռևս հավատարիմ էին իրեն, վերակազմավորել ֆինանսական հոսքերը, պաշտպանել այն տեղեկատվությունը, որը կարող էր վնասել իրեն։ Այդ պլանում կային 11 կոնկրետ քայլեր՝ զանգեր դեպի Մոսկվա, հանդիպումներ բանկերի ներկայացուցիչների հետ, գաղտնի այցեր դեպի նրանք, ովքեր պահպանում էին այն փաստաթղթերը, որոնք կարող էին կապ հաստատել։ Բայց յուրաքանչյուր քայլի կողքին կարմիր գրիչը նշում էր խոչընդոտները։ Մոսկվան այլևս չի պատասխանում, բանկերը սառեցրել են հաշիվները, ապացույցները արդեն փոխանցվել են հակառակ կողմին։ Ընթերցելով այս նոթատետրը, դու տեսնում ես ոչ թե պայքարի պատմություն, այլ ապարդյուն ջանքերի քրոնիկա։ Մարդ, ով փորձում է կանգնեցնել ժամանակը, բայց ժամանակը անողոք շարունակում է առաջ շարժվել։ Հայտնի է, որ 198-րդ թվականի հունիսի սկզբին Սիրադեղյանը կազմակերպեց գաղտնի հանդիպում Երևանից դուրս մի հին հանգստյան տուն, որտեղ հավաքվեցին 18 մարդ։ Այս հանդիպման մասին գրված է նոթատետրում, եւ այնտեղ Սիրադեղյանը ներկայացրեց իր վերջին ռազմավարությունը, ստեղծել պարալել իշխանական կառույց, որը կգործեր առանց պաշտոնական ճանաչման, որը կպահեր կապերը այն մարդկանց հետ, ովքեր դեռևս վերահսկում էին ֆինանսական եւ քաղաքական ռեսուրսները։ Նա խոսեց վստահությամբ, նա նկարագրեց մանրամասն պլան, նա նույնիսկ բաշխեց առաջադրանքներ։ Բայց հանդիպման ավարտին, երբ մարդիկ սկսեցին հեռանալ, նրանցից 3-ը մնացին եւ մոտեցան Սիրադեղյանին։ Նրանցից մեկը, նրա երկարամյա մտերիմը, ասաց բառեր, որոնք գրառված են նոթատետրում. «Վանո, դու գիտես, որ մենք չենք հասցնի իրականացնել այս ամենը։
Դու գիտես, որ արդեն ուշ է։ Սիրադեղյանը պատասխանեց ըստ նոթագրողի. Ես գիտեմ, բայց մենք պետք է փորձենք, որովհետև եթե մենք չփորձենք, ապա բոլորը կմտածեն, որ մենք պարզապես հանձնվեցինք։ Այդ 3 մարդը լուռ նայեցին իրար, ապա հեռացան։ Հանդիպումից 2 օր անց այդ 3 մարդկանցից 2-ը մեկնեցին երկրից, մեկն ուղևորվեց Ռուսաստան, մյուսը Վրաստան, եւ երբեք չվերադարձան Հայաստան։ Երրորդը մնաց, բայց նա դադարեցրեց կապերը Սիրադեղյանի հետ։ Իսկ պլանը, որի մասին խոսվել էր այդ հանդիպման ժամանակ, երբեք չիրականացվեց։ 198-րդ թվականի օգոստոսին Սիրադեղյանը ընդունեց, որ իր վերջին փորձը ձախողվել է։ Նա շրջապատված էր մենությամբ։ Այն մարդիկը, ում նա վստահում էր, մեկ առ մեկ հեռացել էին նրանից։ Մի մասը վախից, մի մասը իրենց սեփական շահերը պաշտպանելու համար։ Ֆինանսական հոսքերը, որոնք նախկինում ապահովում էին նրա անկախությունը, արդեն սառեցված կամ վերահղված էին։ Փաստաթղթերը, որոնք կարող էին պաշտպանել նրան, կամ անհետացել էին, կամ արդեն տեղափոխված էին դատախազության ձեռքը։ Նա հասկացավ, որ այլևս ուժ չուներ դիմակայելու, եւ դա չէր պարզապես քաղաքական պարտություն, այլ ամբողջական անկում։ Նրա հոգեկան վիճակը, որը արդեն տասնամյակների ընթացքում քայքայված էր սթրեսից եւ անհանգստությունից, այժմ հասել էր կրիտիկական կետի։ Մի վկա, ով այդ օրերին տեսել էր Սիրադեղյանին, նկարագրում է. Նա արդեն այն մարդը չէր, ում ես ճանաչում էի։ Նրա աչքերը դատարկ էին, նրա ձայնը հանգիստ, բայց այդ հանգստությունը ոչ թե վստահության, այլ հրաժարման հանգստություն էր։ Երբ ես նրան հարցրի, թե ինչ է նա մտադիր անել, նա պարզապես ժպտաց եւ ասաց. Երբ խաղը ավարտվում է, խաղացողը պետք է հեռանա սեղանից։ Այդ բառերը ցույց էին տալիս, որ Սիրադեղյանը հասկացել էր իր ճակատագիրը։ Նա չէր ուզում մնալ եւ դիմագրավել դատարանին, դիմագրավել հրապարակային նվաստացմանը։ Նա ընտրեց հեռանալ, ընտրեց պահպանել այն արժանապատվության մնացորդը, որը դեռ ուներ։ Օգոստոսի վերջերին Սիրադեղյանը սկսեց պատրաստվել հեռանալուն։ Նա վաճառեց մի քանի սեփականություններ, հավաքեց որոշ գումար, փոխանցեց մի մասը իր ընտանիքին։ Նա շփվեց վերջին անգամ իր մտերիմների հետ, նրանց, ովքեր դեռ խոսում էին նրա հետ, եւ նրանցից յուրաքանչյուրին ասաց մի բան, որը նրանք պետք է հիշեին։ Մեկին ասաց. երբեք մի վստահիր այն մարդուն, ով խոստանում է քեզ ամեն ինչ։ Մյուսին. իշխանությունը այրում է այն մարդուն, ով փորձում է այն պահել չափից ավելի երկար։ Եվ երրորդին. երբ ժամանակն է հեռանալու, դու պետք է ճանաչես այդ պահը, այլապես այն քեզ կբռնի անակնկալ։ Բոլորը հասկացան, որ սրանք վերջին խոսքեր են, սրանք ժամանակից հրաժեշտ են։ Սեպտեմբերի առաջին օրերին Սիրադեղյանը լքեց Հայաստանը։ Պաշտոնական տարբերակն այն էր, որ նա մեկնում է բուժման համար, բայց բոլորը գիտեին ճշմարտությունը։ Նրա վերջին փորձը փրկել իր իշխանությունը ձախողվել էր, եւ այժմ նա դառնում էր արտաքսյալ։ Մարդ, ով չէր կարող վերադառնալ իր հայրենիք, քանի դեռ գոյություն ունեին այն ուժերը, որոնք նշանակել էին նրա անկումը։ Արդյոք նա հասկանում էր, որ այս արտաքսումը կտևի մինչև իր վերջին շունչը։ Արդյոք նա հասկանում էր, որ երբեք այլևս չէր տեսնելու այն փողոցները, որոնք նա պահպանել էր, այն մարդկանց, որոնց նա պաշտպանել էր։ Կամ թերևս նա հասկանում էր ավելի լավ, քան ցանկացած մեկը, որ դա էր գինը, որը նա վճարում էր իր ընտրությունների համար։ 2019 թվականին, ավելի քան 20 տարի Սիրադեղյանի հեռանալուց հետո, մի նախկին ծառայող, ով աշխատել էր ներքին գործերի նախարարությունում 190-րդական թվականներին, վերջապես համաձայնեց խոսել պայմանով, որ իր ինքնությունը չի բացահայտվի։ Այս մարդը, ում մենք կանվանենք Արթուր, պատմեց պատմություն, որը տասնամյակներ թաքցրել էր իր մեջ։ Պատմություն մի դավաճանության մասին, որը փոխեց Սիրադեղյանի ճակատագիրը։ Դա տեղի ունեցավ 198 թվականի հուլիսին, երբ Սիրադեղյանը դեռ հույս ուներ, որ կկարողանա պահպանել ազդեցությունը։ Այդ օրը նա հանդիպում էր կազմակերպել իր ամենամոտ խորհրդականներից մեկի հետ, մարդ, ում նա ծանոթ էր եղել ևս խորհրդային ժամանակներից, ով միշտ եղել էր նրա կողքին յուրաքանչյուր վճռական պահի։ Այդ հանդիպումը տեղի ունեցավ գաղտնի վայրում, եւ Արթուրը պատահաբար էր այնտեղ, անվտանգության ապահովման մասի մեջ։ Նա տեսավ, թե ինչպես այդ մտերիմ խորհրդականը մտավ սենյակ նախ Սիրադեղյանի հետ, իսկ երբ նրանք փակ էին խոսելիս, Արթուրը նկատեց ևս մեկ մարդ, անծանոթ անձ, ով սպասում էր հարակից սենյակում։ Հանդիպումը տևեց 40 րոպե, եւ երբ Սիրադեղյանն ու նրա խորհրդականը դուրս եկան, Արթուրը տեսավ, որ Սիրադեղյանի դեմքը ծանր էր, սակայն նա չասաց ոչինչ։ Բայց հետո, երբ խորհրդականը հեռացավ, այդ անծանոթ մարդը հետևեց նրան։ Արթուրը իր պարտականությունից դուրս որոշեց հետևել նրանց։ Նա տեսավ, որ այդ երկուսը հանդիպեցին մի մեքենայի մոտ, որտեղ նրանք խոսեցին մոտ 10 րոպե։ Խոսակցությունը լարված էր, եւ Արթուրը կարողացավ լսել մի քանի բառ՝ գումար, փաստաթուղթ, երաշխիք։ Ապա այդ անծանոթ մարդը տվեց խորհրդականին փաթեթ, թանձր, ծանր, եւ խորհրդականը այն ընդունեց։ Այդ պահից Արթուրը հասկացավ, որ մի բան սխալ է։
Հաջորդ օրվա ընթացքում նա փորձեց մոտենալ Սիրադեղյանին եւ նշել իր կասկածները, բայց Սիրադեղյանը խզեց նրան. «Մի խառնվիր բաներին, որոնք դու չես հասկանում»։ Արթուրը լռեց, բայց նա շարունակեց դիտարկել։ Հաջորդ շաբաթներին այդ խորհրդականը սկսեց վարվել տարօրինակ։ Նա հաճախ էր բացակայում հանդիպումներից, հաճախ էր զանգահարում անհայտ համարներին։ Արթուրը, ով հետևում էր զանգերի լոգերին իր աշխատանքային պարտականության շրջանակներում, նկատեց, որ այդ խորհրդականը կապ ուներ մարդկանց հետ, ովքեր համարվում էին Սիրադեղյանի քաղաքական հակառակորդներ։ Այս բացահայտումը ցնցեց Արթուրին, բայց նա դարձյալ չհամարձակվեց խոսել բարձրաձայն։ Վախը, որ նրան տիրում էր, ավելի ուժեղ էր, քան պարտքը զգուշացնելու։ Երբ սեպտեմբերին Սիրադեղյանը լքեց երկիրը, Արթուրը տեսավ, որ այդ խորհրդականը մնաց եւ շարունակեց աշխատել, սակայն այժմ արդեն նոր իշխանության համակարգում։ Նա ոչ միայն չհետապնդվեց, այլ նաև բարձրացավ կարգով։ Ո՞վ էր այդ մարդը, եւ ինչ էր նա ստացել այն փաթեթում, որը տրվեց այդ մութ օրերին։ Դավաճանության թեման դարձավ ավելի բարդ, երբ 2012 թվականին մի այլ վկա, ով նույնպես պահանջեց անանունություն, բացահայտեց մանրամասներ։ Այս վկան, մի նախկին բանկային աշխատող, պատմեց, որ 198 թվականի օգոստոսին մի խոշոր գումար փոխանցվել էր Սիրադեղյանի հետ կապված մի հաշվից դեպի մի անհայտ հաշիվ Եվրոպայում։ Այդ փոխանցումը կատարվել էր օգտագործելով ներքին լիազորություններ, եւ փաստաթղթերը ստորագրված էին այն խորհրդականի անունով։ Գումարը կազմել էր մոտավորապես $2 միլիոն, զգալի մաս Սիրադեղյանի կուտակված ռեսուրսներից։ Բայց ամենատագնապալինը այն էր, որ այդ հաշիվը չէր պատկանում Սիրադեղյանին, այլ անհայտ սեփականատիրոջ։ Բանկային աշխատողը փորձել էր հարուցել տագնապ, բայց նրան պարզապես ասվել է. «Սա լիազորված գործարք է, մի միջամտիր»։ Երբ այս տեղեկատվությունը հասավ Սիրադեղյանին, որը արդեն Եվրոպայում էր, նա պայում էր նա փորձեց հետազոտել, բայց արդեն ուշ էր։ Գումարը անհետացել էր բազմաթիվ փոխանցումների միջոցով, եւ հետագծելը անհնար դարձավ։ Նա հասկացավ, որ իր ամենամոտ մարդն իրեն դավաճանել էր, ոչ միայն քաղաքականորեն, այլ նաև ֆինանսապես։ Սակայն Սիրադեղյանը չէր կարող բողոքել, քանի որ ինքը արտաքսյալ էր եւ ցանկացած բողոք կնշանակեր դիմել հենց այն համակարգին, որը նրան հետապնդում էր։ Նա կլանեց այդ դառը փաստը, եւ այն մնաց նրա հետ մինչև վերջը։ Բայց ով էր այն անծանոթ մարդը, ով տվեց փաթեթ այդ գիշերը, եւ ինչ էր այդ փաթեթի մեջ։ Արդյոք դա եղել էր դրամ, որպես գնահատ դավաճանության համար, թե փաստաթուղթ, որը երաշխավորում էր անվտանգություն։ Դավաճանության թեման ավելի խորն է, քան պարզապես մեկ մարդու գործողությունը։ Հետազոտողները, ովքեր վերլուծել են այդ ժամանակաշրջանը, պնդում են, որ գոյություն ունեցավ ամբողջ համակարգ։ Սիրադեղյանի մերձավոր շրջանում ինտեգրված մարդիկ, ովքեր աշխատում էին երկու կողմի համար։ Սիրադեղյանի վստահության շրջանակը, որը նա կառուցել էր տարիների ընթացքում, դարձել էր նաև նրա խոցելի կետը։ Քանի որ նա վստահում էր որոշակի մարդկանց, նա չէր ստուգում նրանց գործողությունները բավարար խստությամբ։ Եվ երբ այդ վստահությունը դավաճանվեց, ամբողջ համակարգը փլուզվեց արագ։ Դավաճանությունը չէր միայն անհատական բնույթ, այլ կառուցվածքային։ Մարդիկ, ովքեր տեսնում էին, որ Սիրադեղյանի ժամանակը ավարտվում է, սկսեցին անցնել դեպի նոր իշխանություն, ապահովելով իրենց սեփական ապագան։ Երբ Սիրադեղյանը հասկացավ այս իրականությունը, նա գրեց մի նամակ, որը հետագայում հայտնաբերվեց նրա անձնական արխիվում։ Այդ նամակում, որը ուղղված էր իր ընտանիքին, նա գրում էր. «Ես սովորեցի, որ վստահությունը ամենաթանկ արժեքն է, եւ երբ այն կորած է, ամեն ինչ կորած է։ Ես վստահեցի մարդկանց, ում չպետք է վստահել, եւ այժմ ես վճարում եմ գինը։ Բայց ես չեմ զղջում, որովհետեւ առանց վստահության դու չես կարող ստեղծել ոչինչ, եւ ես ստեղծեցի մի բան, նույնիսկ եթե այն այժմ քայքայված է»։ Այդ բառերը ցույց են տալիս մարդու, ով հասկացել է իր սխալը, բայց չի ուզում դառնալ սինիկ։ Նա պահպանեց հավատը մարդկային բնույթին, նույնիսկ երբ այդ բնույթը նրան դավաճանեց։ Սակայն հարցը մնում է. արդյոք նա կարող էր կանխատեսել այդ դավաճանությունը, եւ եթե այո, ինչու չարեց ոչինչ այն կանխելու համար։ 21 թվականի հոկտեմբերի 15 արևոտ առավոտ էր Հունաստանում, երբ Վանո Սիրադեղյանի կյանքի վերջին գլուխը գրվեց։ Նա ապրում էր փոքրիկ բնակարանում Աթենքի արտաքին թաղամասում, հեռու ամեն ինչից, ինչ կազմում էր նրա նախկին կյանքը։ Վերջին տարիները նրա համար եղել էին անվերջ մենության եւ հիշողությունների պատմություններ, նադումեցություններ, նա գրում էր հոդվածներ, տեսակետներ, որոնք հրապարակում էր ինտերնետում, բայց որոնց արձագանքը գրեթե չկար։ Նրա ձայնը, որը մի ժամանակ կարող էր փոխել քաղաքականությունը, այժմ կորել էր թվային աղմուկի մեջ։ Նրա առողջությունը, որը տարիներ շարունակ քայքայվել էր, վերջապես հասավ այն կետին, որտեղ մարմինը այլևս չէր կարող դիմակայել։ Նա տառապում էր սրտի խնդիրներից, շնչառական դժվարություններից
եւ բժիշկները նախազգուշացրել էին, որ ցանկացած պահ կարող է տեղի ունենալ կրիտիկական իրադարձություն։ Այդ առավոտ նա արթնացավ ինչպես սովորաբար։ Պատրաստեց սուրճ, նստեց իր հին գրասեղանի մոտ, այն գրասեղանի, որը տեղափոխել էր Հայաստանից եւ որը վկա էր եղել նրա բոլոր գրվածքներին։ Նա սկսեց գրել մի նոր հոդված, այս անգամ քննադատելով ընթացիկ իշխանությունը Հայաստանում, պնդելով, որ երկիրը կորցրել է իր ուղղությունը։ Բայց կեսին նա դադարեցրեց, նայեց պատուհանից դուրս, որտեղ արևը պայծառացնում էր փողոցը եւ մի քանի րոպե մնաց լուռ։ Նրա հարևանը, ով հետագայում ասաց իր վկայությունը, հիշում է, որ այդ առավոտ լսել է Սիրադեղյանի երաժշտություն միացնելը, հայկական ավանդական երգեր, որոնք նրա մանկության հիշողություններն էին։ Երաժշտությունը հնչում էր հանգիստ, մեղմ, եւ երկար րոպեներ շարունակ այն միակ ձայնն էր, որ լսվում էր բնակարանից։ Ապա մոտ կեսօրին հարևանը նկատեց, որ երաժշտությունը դադարել է եւ այլևս ոչինչ չի լսվում։ Նա սպասեց մի քանի ժամ, բայց երբ երեկոյան դուռը չբացվեց, նա կանչեց բժիշկներին։ Երբ նրանք մտան բնակարան, նրանք գտան Սիրադեղյանին նստած իր գրասեղանի մոտ, գլուխը թեքված դեպի պատուհանը, կարծես նայում էր դեպի հեռավոր հորիզոնը, որտեղ երկինքը հանդիպում էր ծովին։ Նրա վերջին շունչը անցել էր հանգիստ, առանց ցավի, առանց պայքարի։ Գրասեղանի վրա անավարտ հոդվածի կողքին ընկած էր մի հին լուսանկար, Երևանի փողոցներից մեկը, որտեղ երեխաներ էին խաղում, որտեղ արևը վառում էր հին շենքերի պատերը։ Արդյոք այն օրը նա հիշում էր իր սկիզբը, թե պարզապես փորձում էր պահել այն պատկերը, որը երբեք այլևս չէր տեսնելու։ Ոչ ոք չգիտի նրա վերջին խորհուրդները, բայց գուցե դա հենց այն էր, ինչ նա կուզեր։ Մեկնել լուռ, մեկնել առանց վերջին բառերի, մեկնել կրելով հետը հարցեր, որոնց պատասխանները գիտեին միայն նա եւ ժամանակը։